Վերջին զանգ հեռուստասերիալում Անետը տարիներ շարունակ մոլորված ու կույր մնալով Լիլիթի վարքերին կարծես վերջապես արթնանում է։ Նա տեսնում է, որ Լիլիթն արդեն հատել է թույլատրելիի ու անթույլատրելիի բոլոր սահմանները։ Այդ պահը դառնում է շրջադարձային։ Այժմ նա այլևս չի պատրաստվում աչք փակել ու լռել։ Սառնասիրտ ու վճռական ձայնով Անետը դիմում է Լիլիթին։ Խոսքը սպառնալիք չէ, այլ բացարձակ ճշմարտության լեզվով ասված շանտաժ։ Եթե նորից փորձես հանգարել Աննային ու թունավորել նրա կյանքը, քեզ խոսք եմ տալիս, կասեմ ամբողջ ճշմարտությունը, կասեմ Սոսին, կասեմ հենց Աննային, որ 25 տարի առաջ դու զանգեցիր Միքոին, դու ուղարկեցիր նրան Սոսի հետևից, ու հենց դրա հետևանքով էր, որ տեղի ունեցավ այդ ողբերգությունը։ Լիլիթի լեզուն կարծես քարանում է, կին, որը միշտ գտել էր արդարացումներ իր արարքների համար, հիմա չունի ոչինչ ասելու։ Նա, ով ամբողջ կյանքում պնդել էր, թե Աննան խլել է իր երջանկությունը, նստում է լուռ, երբ Անետն ասում է, իրականում հենց դու ես խլել Աննայի երջանկությունը։ Դու ես քանդել մի սեր, որը կարող էր դառնալ շատ գեղեցիկ ու երջանիկ ընտանիք։ Եվ Անետը իր խոստումը կատարում է։ Նա գնում է Աննայի մոտ, նայում է աչքերի մեջ ու բացահայտում այն ճշմարտությունը, որ Աննան այսքան տարի որոնում էր, չգիտակցելով, որ պատասխանը հենց կողքին է եղել։ Աննան լսում է լուռ, եւ նրա ներսում հին վերքերը նորից բացվում են։ Մյուս կողմում խաբված է նաև Անգելինան, նրա ամբողջ կյանքը կառուցվել է մի գեղեցիկ ստի վրա։ Եվ հիմա պատահական լսած գաղտնի խոսակցությունը գլխի վայր է շրջում ամեն ինչ։ Վիկտորիան խոստովանում է, որ հենց ինքն է խանգարել Հենրիին պատմել ճշմարտությունը, որ ինքը փրկել է ոչ թե Անգելինային, այլ նաև իրեն ու ավագին։ Սա լինում է այն կաթիլը, որ լցնում է Անգելինայի համբերության բաժակը։ Անգելինան այլևս միայն մեկ նպատակ ունի՝ իմանալ ճշմարտությունը։ Նա գնում է Հենրիի մոտ, իսկ Հենրին այդ պահին դիմագրավում է հորը։ Միքոն վերադարձել էր տուն Աննայի ու Ֆայնայի հետ հիվանդանոցից, բայց որդին նրան կանգնեցնում է փաստի առաջ։ Կամ դու ես ասում ճշմարտությունը Անգելինային, կամ ես։ Միքոն փորձում է համոզել, կանգնեցնել, շեղել, բայց Հենրին այս անգամ վերջապես անսասան է։ Վճռականության մեջ նա հիշեցնում է ոչ թե որդու, այլ արդարության ձայնը։ Եվ այո, Անգելինան ի վերջո իմանում է ճշմարտությունը, ավելի ճիշտ իմանում է այն, ինչ ներկայացվում է որպես ճշմարտություն, բայց այդ ճշմարտությունը, խնամքով հյուսված կեղծ պատկերը ավելի վտանգավոր է, քան ամենավճռական սուտը։ Վերջապես Անգելինան արդեն գիտի ողջ ճշմարտությունը։ Նա պատրաստվում է վերադառնալ տուն եւ իր բոլոր հարցերը ուղղել ավագին ու Վիկտորիային, թե այդ ինչպես է ստացվել, որ նրանք որդեգրել են Միքոյի երեխային, բայց վերադառնալով տուն, Անգելինան իմացնում է, որ մահացել է իր քեռին, Վիկտորիայի եղբայրը, ինչի պատճառով էլ նա լռում է եւ ոչինչ չի ասում իր մորը։ Այսուհետ Անգելինան սկսում է իր ներքին հետաքննությունը պարզելու համար, թե իրականում ով ում բարեկամն է։ Հարգելի հետևորդներ, հիմա երբ Անգելինան գիտի ու մտածում է, թե ինքն ու Հենրին քույր ու եղբայր են, ինչպես կզարգանան նրանց հարաբերությունները, գրեք մեկնաբանություն։ Նկարահանման ենք։ Գիշերային դրսի տեսարանա, ինչ-որ բան մեզ միշտ խանգարում է։ Լավ։ Անձրև է գալիս, ես քեզ եմ սիրում։ Չէ, լավ ինչ է խանգարում, երջանիկ երգում է մարդը։ Քեզ եմ կարոտում։ Տոմս տեգինանք ուղակի։ Արդեն գտանք ինչ բան։ Հոպ։ Բա, տեսնում եք մեջքիս հետևն ինչեր է կատարվում։ Էսա։ Մենք չենք ուզում։ Ես անձամբ Էլմի։ Դու ուզում ես, չէ՞։ Գիտեմ։ Անակ եմ։ Շատ։ ինքս սպասում էր։ Եկել ենք նկարահանման։ Չէ, ձյաձրով։ Իհարկե։ Վաղուց չկա ինքը։ Բա։ Նենց որ Դիտեք մեզ։ համարը թե մոռացան մեզ։ Չէ, որ մոռանա։ Մեզ Մեզ մոռանալ չի լինի, ձյաձրով։
Քանի որ առաջին ստորիում մեր ընտանիքը կիսատ էր, մեր մայրը բունտ էր։ Անում ես մեր ուր եք առանց ինձ նկարվել։ Հիմա մենք ամբողջ համալրված ընտանիքով մեր հետևորդներին պաչիկներ ենք ուղարկում։ Վերջ, մենք ամբողջ ընտանիքով ենք այսօր։ Այո։ Երեխեք ջան, քանի որ Հենրին եւ Անգելինան բաժանվեցին, վերջնականապես դե չեն կարող միասին լինել։ Յանան ոնց որ էլի գործի անցել։ Ուզեք չուզեք։ Գործն էլ է դա։ Հիմա ինչ անեմ։ Տենց ասում եք հալալի հետ լավ զույգ ես, բայց մի խոսքով դե շատ հետաքրքիր սերիաներ են սպասվում, այնպես որ մնացեք մեզ հետ։ Նկարահանման ենք ընկերներ։ Գաս մեզ։ Քիչի կոմը բայց կա։ Ուրան ստացվել, մի հատ կտրի ուտենք տեսնենք համով, հա։ Տեսքի նման։ Լավ, ստոպ։ Արտս մի կատր է։ Ընենք լավ կտրվեց, ընենք սիրուն։ Բայց երևա որ թարմա, թե չէ։ Հարմա վայ։ Հա, թարմա։ Ոնց вообще-то Կասկածում եք, երեխեք։ Չորս օրվա է, Վերջին զանգ հերոստասերիալին չէի սպասում։ համեցեք։ Որոշել ենք ռում տուր անենք։ Այո, իմ սենյակը ձեզ ցույց տամ։ Ինչ գաղտնիքներ կան, որ կարողակ չի երևում։ Սկսած սցենարներս է, ավակի տան համար այսօր այսքան տեսարաններ ունենք նկարվելու։ Դժվար։ Ստեղ իմ շորերն են, հիմա պիտի փոխվեմ, որպեսզի տեսարանը նկարենք այդ շորերով։ Ցույց տամ ամենակարևոր պինգվինը, որ տեսարանով մենք դեն էինք նետել, հիշում եք։ Բայց ստեղ է, ամեն անգամ նկարելուց հանում ենք կադրից, որ դուք չտեսնեք։ Տինում եմ գրիմ, սա մեր ռեժիսորսկի սցենարն է, Գայուշի։ Ստեղ ունեմ իմ գրիմի պարագաները։ Այստեղ մենք ունենք ևս մեկ գաղտնի սենյակ, որ դուք երբեք չեք տեսել։ Նորգարանն է։ Պահարանում ինչ ունես։ Պահարանում ոչինչ չունեմ։ Ինչի՞ միշտ բացում եմ ինչ-որ բան եմ անում, ինչ վերից ոչ մի բան չկա։ Իսկ բաց պատշգամբում։ Պատշգամբում ունենք, այստեղ եմ սիրուն հատված ունենք, ես շատ եմ սիրում նկարվել ստեղ։ Բացի ասում եմ, ասում են դու ես հորս գլուխը կերել, ասում բացի։ Բարև բոլորին։ Կաննա ջան, շատ երկար մտածելուց հետո հասկացա, որ անպայման պետքա ձեզ տեղյակ պահեմ Հայաստանը 7 օրով լքելու դեպքում։ Հետևորդներ ջան, դուք էլ շարունակեք նայել վերջին զանգը հեռուստասերիալը, լիքը լավ զարգացումներ է սպասվում։ Ժողովուրդ ջան, այսօր էլ էս տեսքով եմ նայեք։